Պարոն Մինասյան, այսպես, խոստացել եք անվճար դարձնել մանկապարտեզները, ինչ միջոցներով, ունեք արդյոք հաշվարկներ։ Փայլակ ջան, տես, ես այդ մասին խոսել եմ դեռ 19 թվականից, երբ ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, Գյումրու սոցիալական վիճակը հաշվի առնելով, մշտապես զբաղվել եմ այդ հարցով, հաշվարկները շատ պարզ են, ներկային ճիշտ է նախկինում կեսը արդեն իսկ ովքեր անապահով են վճարում են կեսը ծնողները մոտարկված հաշվարկներով ամսական մոտ 14-15 միլիոն դրամի ընդամենը գումար է այս կարճ ընթացքում փորձել եմ վերլուծել հասկանալ հայտարարել եմ որ նախ պետք է մեր մանկապարտեզները վերանորոգենք, կահավորենք, դարձնենք նորմալ ժամանակակից մեր երեխաներին հարիր մանկապարտեզներ, որովհետև ներկայային Գյումրիում կան մանկապարտեզներ, որտեղ սանհանգույցները, ասենք զուգարանակոնքերը տեղադրված են 80-ական թվականներին, անկեղծ եմ ասում, շատ տխուր վիճակ է մանկապարտեզներում հիմնական մասում, այդ ամեն ինչը անելուց հետո 26 թվականից միանշանակ հայտարարվել մանկապարտեզները դառնալու են անվճար։ Տեսեք, այս հարցը հա դիրքորոշում է թողնել կարծես թե ՔՊ-ի մոտ, որովհետև նախորդ անգամ երբ որ ապրելու երկիր խմբակցությունն էր նման առաջարկություն բերել, ՔՊ խմբակցությունը դեմ էր քվեարկել։ Փայլակ ջան, երևի ճիշտ չեն ինֆորմացրել։ ՔՊ խմբակցությունը նման նախագծի քվեարկության չի մասնակցել, նման նախագիծ չի մտել Գյումրու ավագանու օրակարգ, ես որքան տեղյակ եմ, եղել է առաջարկություն ավագաններից մեկի կողմից առաջարկություն, եղել է դեկտեմբեր ամսի, երբ որ նոր այս փոփոխությունները իրականացվել են եւ հապճեպ առանց ուսումնասիրելու տեսեք մենք մինչեւ հիմա Գյումրու համայնքապետարանը հաստատված բյուջե չունի նախորդ տարի Գյումրու այսինքն 2 տարի առաջ Գյումրու բյուջեն ընդունվել է հունվար ամսին այստեղ իրավական ահագին բարդ խնդիրներ կան ընդունել են հունվար ամսին այդ ծախսերը համայնքապետարանը կարող է իրականացնել փետրվար ամսից համապատասխան հոդվածներով այսինքն հապճեպ վերցնել եւ այսպես կենացի մակարդակով ասելու ուզում եմ լինի անվճար ուզում եմ տրանսպորտը մինչեւ գիշերը 3 աշխատի տրանսպորտն էլ լինի անվճար բոլորս կարող ենք ասել պետք են հիմնավորումներ հաշվարկներ լուրջ մոտեցումներ հաջող մեր խնդիրները որտեղից են գալիս են հենց այնտեղից որ մենք առանց խնդիրները ուսումնասիրելու այդ խնդիրներից հետո թե ինչ նոր խնդիրներ կառաջանան վերցնում օգտագործում ենք այդ թեզերը եւ ընկնում ենք այդ ամեն ինչի ձեռքի կրակը որովհետեւ մենք խնդիր չունենանք ասել եմ նախ պետք է մանկապարտեզները վերանորոգենք, կահավորենք, որից հետո 26 թվականից արդեն ունենալու ենք անվճար մանկապարտեզներ։ Պարոն Մինասյան, իսկ ինչ ծրագրեր ունեք Գյումրիում տնտեսական աճը խթանելու, օրինակ նոր աշխատատեղեր ստեղծելու համար, որովհետև ամեն անգամ ընտրությունների ժամանակ բոլոր տեխնացուների կողմից խոսվում է տնտեսական աճը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար, բայց անցնում են ժամանակները եւ նոր աշխատատեղերը, եթե մասնավորի կողմից չի լինում, ապա պետական մակարդակով այստեղ նման ծրագրեր չեն լինում։ Տեսեք, պետությունը եւ համայնքը տարբեր են։ Նախ այն մարտիկ, այն տեխնացուները, ովքեր խոստանում են ստեղծել աշխատատեղեր կոնկրետ թվով եւ այլն, այդ մարտիկ ուրեմն չեն հասկանում թե ինչ է իրենց ներկայացնում տեղական ինքնակառավարումը։ Տեղական ինքնակառավարման մարմինները աշխատատեղեր ստեղծող գործառույթ չունեն։ Մեր ծրագիրը եթե ուսումնասիրեք, տեսնեք, որ որևիցե մեկ աշխատատեղի ստեղծման ծրագիր չենք ներկայացրել, որովհետև մենք չենք խաբում բնակիչներին։ Համայնքապետարանը, քաղաքապետարանը մեր լենագանցիների բարբարով ասեմ լեզվով, քաղաքապետարանը աշխատատեղ ստեղծող չի։ Քաղաքապետարանը ինքը մեծ կառույց է, մոտ 2400 աշխատողներ ունեցող կառույց է, դրանից ավել ստեղծելու հնարավորություն չունի։ Ներկայային կառավարությունը մշակում է տարբեր ծրագրեր, կառավարություն, բիզնես համատեղ ծրագրեր իրականացնելու համայնք ներդրումներ ծրագրեր իրականացնելու առումով այս ծրագրերի շրջանակում բազմաթիվ
իդեաներ կարող ենք իրականացնել, բայց քաղաքապետարանը որպես այդպիսին աշխատատեղ, որ ասենք ստեղծելու ենք 500 նոր աշխատատեղ, արտադրելու ենք, ասենք Մարս մոլորակ թռնելու Արբանյակի ինչ-որ դետալներ, սուտ կլինի, խաբել պետք չի մեր բնակիչներին։ Համայնքապետարանը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ ներդրողը իմանա, որ գալով Գյումրի, ինքը կարող է ներդրում իրականացնել, ստեղծել իր աշխատատեղերը, բիզնեսը, որ այդ բիզնեսը իր ձեռքից չեն խլի, որ որոշ կլանային, այսպես ասած, խմբավորումներ չեն կարող մտնել տվյալ ռեստորան, սրճարան, հյուրանոց, չեն կարողանալու խաթարել նրանց աշխատանքը, չեն այդ մարդկանց նեղելու ամեն կերպ, որպեսզի փայ մտնեն իրենց բիզնեսներին, այդ միջավայրն եմ ես ապահովելու, անվտանգ, համերաշխ միջավայր, որտեղ մեր ներդրողը վստահ կլինի, որ գալով Գյումրի իր ներդրումը կլինի ռացիոնալ, կունենա եկամուտներ, հնարավորություն ընդլայնվելու, մինչև այս պահը, որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար արդեն մոտ 480 դիմում ենք ստորագրել իմ կողմից հաստատվել շինարարական աշխատանքներ կատարելու համար, տարբեր քաղաքական ուժերի, տարբեր ընտանիքների ներկայացուցիչների, ես միանշանակ, ովքեր Գյումրիում ներդնելու են նույնիսկ $5,000, այդ մարդու թիկունքին կանգնած եմ, այդ մարդը զերծ է մնալու բյուրոկրատական քաշքշուկներից, զերծ է մնալու իր քաղաքական հայացքներով պայմանավորված քաշքշուկներից, որոնք նախկինում եղել են, մինչև հիմա ես դա ապացուցել եմ ու այդպես շարունակվելու է։ Իսկ օրինակ անօթևանության խնդիրը, որտեղ 88-ի անորից երկրաշարժի հետևանքները դա առկա են Գյումրիում, ճանապարհների վիճակից էլ է դա ակնհայտ դառնում եւ նաեւ այլ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մտահոգել են գյումրեցիներին։ Դուք արդեն գույքագրել եք այդ խնդիրները, որոնք արդեն եթե համայնքապետ ընտրվեք, կարողանալու եք լուծում։ Տեսեք, Գյումրիում ներկա առկա է 2400 տնակ։ 2400 տնակները մնացել է տարբեր պատճառներով, քանի որ չի եղել հետևողական աշխատանք, այն քաղաքացիները, ովքեր պետությունից փոխհատուցում են ստացել, նրանք պարտավոր էին ապամոնտաժել տնակները, չի արվել է շատ վատ։ Մոտ 200 քաղաքացի, ովքեր տարբեր պատճառներով կորցրել են իրականում երկրաշարժի ժամանակ իրենց բնակարանները, սակայն գիտենք, որ 2008 թվականին կառավարության կողմից ընդունվել է որոշում այն մասին, որ այն քաղաքացիները, ովքեր 2008 թվականի ամիսի չեմ կարող հիշել, տվյալ ամսի դրությամբ չեն հաշվառվել, ուրեմն իրենք դուրս են մնացել անօթևանության ծրագրից, մոտ 200 քաղաքացիներ նմանատիպ պատճառներով մնացել են տնակների մեջ, այսինքն եղել են արտասահմանում, իրազեկված չեն եղել, Հայաստանից դուրս են գտնվել եւ չեն հաշվառվել։ Կան նաեւ այնպիսի ընտանիքներ, ովքեր պետությունից փոխհատուցումը ստացել են, սակայն այդ ընտանիքը առողջական խնդիրներից ելնելով, տարբեր պատճառներով բազմաթիվ են, անհատական չնշեմ այդ պատճառները, բնակարանները վաճառել են։ Կան ընտանիքներ, ովքեր ստացել են ՊԿՎ-ները, այսպես ասած, այդ բային իրանց գումար է անհրաժեշտ եղել, անկեղծ եկել զրուցել ենք մարդկանց հետ։ Վաճառել են բնակարանները տարբեր պատճառներով, գործարքներ են իրականացնել իրենց բարեկամների հետ, մնացել են տնակներում։ Կան նաև այնպիսի ընտանիքներ, ովքեր այդ պահին եղել են 4-5 անդամից կազմված ընտանիք, հետո պարզ է 30 տարիների ընթացքում աճել է ընտանիքը, եղբայրները ամուսնացել են, արդեն հնարավոր չի եղել, մի մաս ընտանիքի տեղափոխվել է պետության կողմից փոխհատուցված բնակարան, մյուսը նորից մնացել է տնակում։ Ինչ ծրագիր են իրականացնելու։ Այն մարդիկ, ովքեր պետության կողմից չեն ստացել փոխհատուցումներ, տվյալ պահին կառավարության կողմից իրականացվում է ծրագիր, անցած տարվա դրությամբ մոտ 110 ընտանիք պետք է ստանան, այդպես ասած, ՊԿՎ-ները եւ նաեւ վտարային շենքերից մեկի 10 բնակիչներ, մնացածի պայով ներկա պահին ներդրողի հետ մենք բանակցություններ ենք վարում, նախնական պրոյեկտը կա, նույնիսկ ներդրողը հրապարակել է, շուտով մենք էլ կհրապարակենք, կառուցելու ենք
մատչելի բնակարաններ մեր քաղաքացիների նաև մարզի գյուղերից բավականին մեծ քանակի բնակիչներ կան, ովքեր եկել տնակ են առել, իրենց աշխատանք են գտել Գյումրիում, տնակ են ձեռք բերել գումարով, իրենց միջոցներով, տնակում բնակվում են, աշխատում են։ Հիմա այդ մարդկանց նույնպես առաջարկելու ենք այդ մատչելի բնակարանների ծրագիրը շուկայական արժեքից մոտ 2 անգամ պակաս, ասենք մի 50-60 հազար դրամ ամսական վճարելով 6-7 տարի հետո ունենալու են սեփական բնակարաններ, հիմա չեմ ուզում նախորոք ասել, բայց ռեալ իրատեսական ծրագիր է, որը լինելու է համայնքապետարան կառավարություն եւ ներդրող։ Համայնքապետարանը տրամադրում է անվճար հողատարածք անհատույց օգտագործման, ոչ թե սեփականություն, մենք այստեղ մեր համայնքի շահը պաշտպանել ենք։ Կառավարության կողմից իրականացվելու է կոմունիկացիայի հարցը լուծվելու է կառավարության միջոցով, իսկ շինարարը արդեն շինարարական աշխատանքներն է ապահովելու։ Այստեղ այդ ինքնարժեքը կրկնակի պակաս է լինելու։ Տեսեք, կառավարությունը կամ համայնքը չի կարող մեր շատ սիրելի մարզի բնակիչները, ովքեր տեղափոխվել են 5, 7 կամ 10 տարի առաջ Գյումրի տնակ են ձեռք բերել, այդ մարդուն բնակարան նվիրելու հնարավորություն չունենք։ Պետք է անկեղծ մարդկանց ասել։ Այդ մարդկանց մենք հնարավորություն ենք տալու ունենալ մատչելի բնակարան, սեփական միջոցների աշխատելու, իրենց աշխատավարձից որևէ գումար հատկացնելու, որից հետո կունենան իրենց սեփական բնակարանները։ Պարմինասյան, ձեր քաղաքական անցյալը, մասնավորապես ՀԿ-ի ձեր կապերը քննարկումների տեղ եք ընտրվել, ՀԿ-ից ձեզ մեղադրում են ստելու մեջ եւ ասում են, որ պատրաստ են ապացույցներ ներկայացնել, որ դուք անձամբ անդամակցելու դիմում եք գրել։ Դուք ինքներդ իրավական ընթացք տալու եք, օրինակ, այս բային փաստաբանը, փաստաթղթերը համապատասխան կարգի բերելուց հետո զբաղվում է, կարող է հենց այսօր կամ 2 օրից դիմելու է դատարան, գյումրեցիներին բացարձակ հետաքրքիր չի, ես տալիսնում եմ, գյումրեցիները գիտեն այդ տարիներին, այդ մարդիկ, ովքեր աշխատել են, այդ մարդկանց նույնիսկ առանց իրենց գիտության մծրել են, բարդադրել են, ստիպել են, սպառնացել են, գյումրեցիները բոլորը հիշում են։ Նախ, եթե այդքան վատը չի, ինչի են այդպես ուզում ներքաշել այդ թեմայի մեջ։ Այսինքն դուք պնդում եք, որ անձամբ ձեր ձեռքով դիմում չի։ Կա համապատասխան իրավական ընթացք, վերջում պարզ կլինի, բոլորս կիմանան։ Գյումրեցիները հիշում են այդ տարիները, բոլոր պետական պաշտոնյաներին ինչ ձևի են ընդգրկել, ինչպես է եղել, նա կպարզվի կիմանանք։ Այսինքն այսօրվա իշխանությունը քաղաքացիական պայմանագիրն է եւ նույն տեսնում եք, որ նույն կերպ, պետական պաշտոնյաները, մասնավոր հատված ավելի շատ սերտ կապ ունի օրվա իշխանության հետ, բուժ հաստատությունների, դպրոցների եւ մնացած բոլոր կառույցները կպականացված են, ուրեմն հասկանամ խնդիրը ինչու՞մն է։ Տեսեք, Փայլակ ջան, ես մոտ 2 տարի, մոտ 2 տարի ու կես Գյումրու միասնական սոցիալական ծառայություն տնօրենն եմ եղել եւ որպես տղամարդ ասում եմ, որևիցե մեկ օր, որից է մեկ վերադասի կողմից հրահանգ չի եղել, որ պետք է մտնեք կուսակցություն։ Բացառվում է, չի եղել այդպիսի բան։ Ես նույնիսկ այսպես նեղ շրջանակում ողջունել եմ, ասել եմ նման բան երբեք չի եղել։ Անկեղծ եմ ասում։ Վերջերս նաև աղմկահարույց էր ձեր մեկ գրառում, որը ակտիվորեն տարածվեց սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում, դուք համեմատություն եք տարել նախկինների ու ներկաների միջև եւ ասել, որ օրինակ եթե ընտրվի նախկինը կամ ներկան, այդ ժամանակ դուք լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորի տեխնացու եք, ասել եք, որ տեղի կունենա եղբայրասպանություն։ Հետո խմբագրեցիք, հետո հայտնի դարձավ, որ գրառումը ամբողջությամբ հեռացրել եք։ Հիմա հարց է առաջանում, փոշմանում նախկինում հարված հայտարարությունների համար։ Տես, մինչև մեր հարցազրույցը սկսել է, ես իրար հետ զրույց ունեցանք, որպես գյումրեցի շատ մեծ հարգանքով ասեցի, որ ցեզանից շատ մեծ բան է կախված։ Որևիցե կերպ երբեք չեմ հեռացրել։ Հիմա որ մտնեք, ես 2 էջ ունեմ։ Պաշտոնական եւ անձնական էջ։ Անձնական էջում տեղադրված է այդ խմբագրումը եղել է 5 տարի առաջ, գրել եմ նույն պահին այդ եղբայրասպանությունը իմ համար հենց ինձ համար
եղել է մի քիչ հնարավոր է շատ կոշտ, փոխել եմ։ Հիմա էլ եմ այդ կարծիքին։ Եթե մեր մեջ չլինի համերաշխություն, փոխադարձ հարգանք, ներելու, զիջելու կամք, դա մեզ շատ վատ տեղ է տանելու։ Հիմա էլ եմ ասում, վատ կոչ եմ արել, խնդրում եմ այդ վերնագրեր գրելուց զերծ մնացեք, որովհետեւ նյութ ես հնարավորություն ունեի մինչև այս ամեն ինչը, այո, ջնջելու, Facebook-ս մաքրելու, չգիտեմ ինչ չեմ արել, թողել եմ։ Հիմա էլ կա, մտեք իմ անձնական էջ, անձամբ մտի տես, ու տես երբ է արվել այդ, նույնիսկ չեմ էլ ես մտել նայել երբ է արվել խմբագրություն, որովհետև այս պահին գրառումը որ թվականին է 2021 թվականի 21 թվականի, ասենք, երբ է արվել, հունիսին կամ մայիսին, ճիշտ է։ Խմբագրել եմ, ասենք, սեպտեմբերին։ Հիմա 21 թվականի սեպտեմբերի խմբագրած գրառումը ներկայացնում է, որ Մինասյանը ջնջել է, խմբագրել է 25 թվականին։ 4 տարի հետո, ախր դա լուրջ չի։ Պարոն Մինասյան, տարբեր վերլուծություններ, սոցհարցումներ օրինակ նաև ցույց են տալիս, որ որևիցե քաղաքական ուժի այս պահի դրությամբ հնարավոր չի հավաքել, չի հաջողվի հավաքել 50+1։ Սա ենթադրում է որոշակի համագործակցություն այլ ուժերի հետ։ Քաղաքացիական պայմանագիրը քննարկումն է իրականացրել է, որ ուժի հետ է օրինակ պատրաստ կոալիցիա կազմել։ Մի քանիսն օրինակ հայտարարել են, որ ունեն կարմիր գիծ, եւ այդ կարմիր գիծն այն է, որ ՔՊ-ի հետ չեն համագործակցելու, անգամ օրինակ նախկին քաղաքավարի Վարդան Ղուկասյանը այս առումով շատ ավելի կոշտ է, ասում է Արցախը հանձնած իշխանության հետ չի պատրաստվում կոալիցիա կազմել։ Տեսեք, նախ նման քննարկում մինչև այս բանը չի եղել։ Ես վստահ եմ, քանի որ շեշտեցիք, կա 9 կուսակցություն, ովքեր մասնակցում են Գյումրու ավագանու ընտրություններին, կան 8 կուսակցություններ եւ կա մեկ, այսպես ասեմ, անձ, ովքեր անընդհատ այդ 8-ով թիրախավորում են ինձ։ Այս պարագայում ես վստահ եմ, գյումրեցիները ինձ մենակ չեն թողնելու, իմ թիկունքին կանգնելու է գյումրեցին եւ լինելու է գյումրեցի մեր սարիգը եւ մնացած ուտը։ Այս համատեքստում մենք միանշանակ հաղթելու ենք։ Այսինքն դուք գնում եք 50+1 հավաքելու վճռականությամբ, հետո չեք քննարկել։ Այո։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այցը ինչի մասին էր հուշում, օրինակ ասում էին, որ ձեր ռեյտինգը ցածր է եւ Նիկոլ Փաշինյանը իր դեմքով եկավ, կոշկելույթ ունեցավ, որ դրանով գոնե որոշակի առումով իրավիճակը փոխի, չնայած որ ասում են նաեւ հակառակ էֆեկտ ունեցավ նրա ելույթը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավարն է, կազմակերպվել է դրամահավաք կապված Գյումրու ավագանու ընտրությունների հետ եւ այստեղ նաեւ պարտականություն է որպես քաղաքական ղեկավար ներկա լինել, մասնակցել դրամահավաքին եւ իր ելույթը ձևակերպել է այնպես, ինչպես հարմար է գտել, կարծում եմ մեր քաղաքացիները կգնահատեն ելույթը, ոչ թե վերնագրերը եւ իրենց գնահատականը մարտի 30-ին Գյումրեցին միանշանակ տալու է։ Բայց ես ուզում եմ մեջ բերել իշհա մի խոսքը հարցնելով, օրինակ դուք համակարծիք եք բոլոր թեզերի հետ, որ օրինակ առնետների նման ոմանք պատվալներից դուրս են եկել փողոցներում քայլում են քաղաքական աշխարհ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին վերադարձնելու եւ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալներ։ Տեսեք, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական գործիչ արտահայտվում է այնպես, ինչպես իրեն է նպատակահարմար, նպատակը այդ ամբողջ ելույթի իմաստը նա է, որ այո, տարիներով մեր քաղաքացիներից թալանվածը պետք է վերադարձվի գյումրեցիներին, ներկապային մենք վերադարձնում ենք, արդեն հուշագիր ենք խզել ինչ-որ կազմակերպության հետ, մեկ մանկապարտեզ վերադարձնում ենք Գյումրիին, 2 օր առաջ, տեսեք, 2-3 օր առաջ մենք կոմբինատ թաղամասում էինք, տեսանյութը կա, բնակիչները խնդրում էին, որպեսզի այդ մանկապարտեզը, որը տարիներ առաջ ինչ-որ այսպես ստորագրությամբ
տվել են, որ մարդիկ քնան բնակվեն, այդ բոլոր մանկապարտեզները, այդ բոլոր համայնքապատկան շինությունները վերադարձվում են մեր երեխաներին։ Մեր երեխաները այսօր նշվում է 1 տնական մանկապարտեզ, բայց մեկը չի, կան նաև 2 տնական մանկապարտեզ, որը կառուցվել է եվրոպական երկրների, մեկը Գերմանիայի, մյուսը Դանիայի Հանրապետության կողմից ժամանակավոր կառույցներ են, իսկ մեր մանկապարտեզները գյումրեցիները գիտեն, որ մանկապարտեզը ում է տրվել, ինչի դիմաց է տրվել, վերադարձնելու ենք։ Տարիները կհանենք, կուսումնասիրենք, կտեսնենք։ Այսինքն որ ասում եք առնեք, նկատում եք Վարդան Ղուկասյանին։ Դե տեսեք, չի կարելի, Փայլակ ջան, ինձ ուզում եք պրովոկացիա անել, ես Վարդան Ղուկասյանը մեր գյումրեցի է, մեր համաքաղաքացին է, ինչպես նաև մնացած այլ թեկնածուները, ես մինչ հիմա որևէ անձնական վիրավորանք որևիցե մեկին չեմ հասցրել, նաև մեր կոնկուրենտների, այսպես ասեմ, քաղաքական հակառակորդների որոշ անդամներ պահել են այդ կոռեկտությունը, որը իմ կողմից գնահատվում է, ովքեր չեն պահել, մարտի 30-ից հետո կա կյանք, շարունակվելու է, Գյումրիում հանդիպելու ենք, տարբեր առիթներով ենք հանդիպելու, մարդիկ փոշմանելու են, ներողություն են խնդրելու։ Հիմա տեսեք, դուք այնպիսի հարց եք տալիս, չի կարելի։ Դու նաև գյումրեցի ես, գիտես, որ մարդկանց անձնական վիրավորանք հասցնել, Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկի անունը չի տվել եւ չի ասել, էս ինչանը առնետ է, չկա, սուտ է։ Ես չեմ ասում, ես ասում եմ, որ Չէ, բայց ինչի եք այդ մարդու անունը տալիս, ասում, այդ առնետը վեր։ Որտեղ ինքն է եղել քաղաքային իշխանություն։ Չի կարելի, Փայլակ ջան, անձնավորել մարդկանց անձնական վիրավորանք հասցնել չի կարելի։ Տես հաճախ մեր քաղաքային, համայնքային ընտրությունների արդյունքում եղել են շատ վատ վերջաբանող պատմություններ, նույնիսկ սպանությունների հանգեցրել։ Ոչ, հիմա չկա, որովհետև մինչ այս պահը մենք այդ գիծը պահում ենք եւ խնդրում ենք նաեւ ցեզ լրագրողներից այդպիսի անձնական դաշտ չտանել, որովհետև մեր քաղաքը փոքր է, մենք մեկս մյուսից հետ կապված ենք տարբեր հարևանական, բարեկամական, խավոր սանիկական, դասընկերական, տեսեք չի կարելի։ Մեծ հաշվով անձնական առումներով, այո, տեսեք քաղաքական հայտարարությունները այլ են, իսկ անձնական մարդուն ուղիղ վիրավորելը այլ բան, չի կարելի այդպիսի բան անել, ցանկացած մարդ ունի արժանապատվություն, ինքնասիրություն, որը որևէ կերպ անցնել չի կարելի, նախ ես իմ ապրած տարիներով իմ Գյումրիում հայտնի լինելով երբեք կարմիր գծեր չեմ անցել, անձնական վիրավորանքներ չեմ հասցրել, որը իմ սկզբունքներին դեմ է։ Պարոն Մինասյան, եւ ԿՊ-ի նախընտրական ցուցակը, բուժ հաստատությունների, դպրոցների ներկայացուցիչների հաստատություններ, որոնք պիտի օրենքով լինեին ապաքաղաքական, ակտիվորեն ներգրավված են, Մարզպետն է ԿՊ-ի ցուցակում ավականու, վարչապետի մամուլի խոսնակը, Աննա Հակոբյանի ազգականը եւ այլն, սա արդեն ընդդիմադիրների մոտ եւ նաեւ հանրության որոշ հատվածի մոտ հիմք է տալիս ենթադրելու, որ վարչական ռեսուրսի լծակների կիրառում է տեղի ունենում, ստիպողաբար մարդկանց ներգրավում են ցուցակներում, որպեսզի ձայներ բերեն ձեզ։ Այդպես է։ Փայլակ ջան, ինձ թվում է դու ես ուղղակի մեդիայի վերնագրեր կարտում։ Դու ուսումնասիրել ես մնացած տեխնազուների։ Դու ուսումնասիրել ես մնացած տեխնազուների ցուցակը։ Երբեք նման ժողովրդավար ցուցակ նաև մեր ընդդիմադիրների կողմից չի եղել։ Ներկայապային պետական կամ համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներ ընդգրկված են ընդդիմադիր քաղաքական ուժերի ցուցակներում։ Դուք երբևէ հանրապետականների կամ Քոչարյանի ժամանակաշրջանում կարող եք հիշել նման դեպք, ով աշխատի, այսինքն պետական կառույցում կամ համայնքապատկան կառույցում
բարձր պաշտոնի, այսինքն ղեկավար, տնօրեն, բաժնի պետ եւ ընդգրկվեր դուխը հերիկեներ, ընդգրկվեր ընդդիմադիր որևիցե, մինչև այդ մարդու գործից չանեին, բարեկամներից հետ գործից չանեին, իրանց թերթի բուտկիկը փագել չտային, այդ մարդը չէր կարողանա մտնել տվյալ ցուցակ։ Իսկ հիմա բացարձակ ժողովրդավարություն է, մարդիկ քաղաքական այլ հայացք ունեն, լինելով որևիցե համայնքի բաժնի պետ, այդ մարդը ներգրաված է ընդդիմադիր քաղաքական ուժի ցուցակում։ Պարոն Մինասյան, նախկին հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը հայտնի Սոբրանոյի Արմանը, դուք եւ ինքը ինչ հարաբերություններ ունեք եւ ինքը ձեզ աջակցում է, թե ոչ, որտեղ խոսակցություններ կան։ Նախ Արման Սահակյանը Սոբրանոյի Արման անունով հայտնի չէ, ով որ այդպես է ներկայացնում գլուխը պատին է տալիս, Արման Սահակյանը իմ ընկերն է, Արման Սահակյանը այն մարդն է, ով Գյումրիում իմ համեստ հաշվարկներով 10 միլիոն դոլարից ավել ներդրում է կատարել, Գյումրիում մի քանի փլված շինություններ վերականգնել է, որոնք հիմա Գյումրիում զբոսաշրջության շրջանում շատ մեծ գրավչություն են առաջացրել, այսինքն մենք տարբեր քաղաքներից, նաև արտասահմանից զբոսաշրջիկներ ենք ընդունում եւ որևիցե կերպ սա ներկայացնել վատ բան, կարծում եմ հիմարություն է։ Անկախ Արման Սահակյանը իմ ընկերն է, այո, իմ ընկերն է եւ որևիցե այլ մարդ ներդրող, ով Գյումրիում գումար կներդնի, նա նույնպես կլինի իմ ընկերը, որովհետեւ այդ գումարները ներդնելով մենք ստեղծում ենք հենց այդ աշխատատեղերը։ Ոչ ոք չի ասում, որ Արման Սահակյանի ներդրած գումարների արդյունքում Գյումրիում ստեղծվել է 200-ից ավել աշխատատեղ։ Աջակցում է, թե ոչ, խնդիրը ստեղ է դա։ Ասենք ես ընկերն եմ, աջակցությունը ինչպես է դուք մեկնաբանում։ Իհարկե, Իհարկե շատ ուրախ կլինի, ես չեմ կասկածում։ Տեսեք, այսօր այս Փայլակ ջան 2025 թվականին ուղղորդել, ստիպել, նաև մեզ լուրեր են հասնում, որ մարդկանց ցուցակագրում են, ասում են մենք հետո ձեզ փոխհատուցում կտանք, մենք ձեզ լույսի վարձը կվճարենք, նմանատիպ խոստումներ, մարդկանց վրա երթում են տնում, ասում են մեզ պետք է դրես եւ ի ապացույց քվյաթերթիկ պետք է դուրս անես, զգուշացնում եմ բոլորին շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու եւ ուղղորդողները, ովքեր կհանդգնեն ընդրական տեղամասից որևիցե մեկ թերթիկ դուրս անեն, շատ խիստ պատժվելու են, ամսի 30-ից հետո այդ մարդիկ ենթարկվելու են շատ խիստ պատասխանատվության։ Ձեր կարծիքով ամսի 30-ին ինչ է տեղի ունենալ, ինչպիսի ընտրություններ են կանխատեսում, ակտիվ, պասիվ, որովհետև օրինակ սոցիալական եւ մենք որպես լրագրողներ հարցում ենք իրականացնում, մարդկանց մոտ կա որոշակի անտարբերություն ընտրական գործընթացի նկատմամբ, կան մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, որ ընտրությունները նախատեսված, ովքեր են թեկնածուները, ինչով եք ստա պայման։ Ես չգիտեմ դուք որտեղ եք այդ հարցումն իրականացնել, ես արդեն 3 օր քաղաքացիների հետ շփվում եմ, քարոզարշավ ենք իրականացնում, որևէ մեկին չեմ ասել ինձ կընտրեք, ուղղակի խնդրել եմ անտարբեր չմնալ։ Մեր քաղաքի ապագայի, իրենց երեխաների ապագա 5 տարիների ծրագրերի վերաբերյալ պասիվություն չցուցաբերել։ Լինել ակտիվ, որովհետև գյումրեցին է որոշելու ով է լինելու իրենց երեխաների քաղաքապետը։ Իմ նաև այս ամեն ինչի մեջ մտնելու պատճառը եղել է հենց այն, որ ես չպետք է լինեմ անտարբեր, իմ երեխաների 5 տարվա ապագան որոշելու է գյումրեցին եւ ես որոշել եմ, որ ես այն մարդն եմ, ով կարող է մեր երեխաների, մեր հարևանների, մեր բարեկամների համար ստեղծել, վերակառուցել, զարգացնել մեր քաղաքը։ Եվ խնդրում եմ այս հարցին արդեն որպես քաղաքական թիմի անդամ պատասխանեք, ինչպես եք վերաբերում Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու այս իշխանության որոշումը, որքանով եք հաշտ, նաև հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, վերջերս որ հայտարարեց այո Ադրբեջանի ճանապարհ են տալու միջազգային հայտյաններից էլ
Հայաստանի, Ադրբեջանի դեմ հայցերը հետ են վերցնելու։ Փայլակ ջան, հայոց ցեղասպանությունը անժխտելի փաստ է։ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քերականացված է այդ թեզը։ Նիկոլ Փաշինյանը չի Ասել առաջնահերթություններից տեսեք, Փայլակ ջան, նորից եկանք մանիպուլյացիաների դաշտ։ Չի եղել նման հայտարարություն, եթե հայտարարել է, դիմեք, հենց դու կարող ես դիմել դատարան եւ քրեական պատասխանատվության կենտրոնի այն մարդը, ով ասի հայոց ցեղասպանություն չի եղել։ Հայոց ցեղասպանություն եղել է տեսեք Գյումրու ընտրությունները բերել Արցախ հայոց ցեղասպանություն մի հատ տեսեք Փայլակ ջան մի հատ լրատվական կար դրել էր իմ նկարը Էրդողանի նկարը Թրամփի նկարը Պուտինի նկարը ու այսպես մի հատ վերջագիր էր գրել ես չէի պատկերացնի որ այդքան ուրեմն Գյումրու ընտրություններով որոշվում է համաշխարհային աշխարհակարգը փոխվում է Գյումրու ընտրություններով եւ ես շատ ուրախ եմ որ նման գլոբալ աշխարհակարգի փոփոխությունների մաս նաև ես եմ կազմում գյումրեցիները նաև դա պետք է հաշվի առնեն թե ես ինչքան հզոր մարդ եմ շնորհակալ եմ ժամանակը կարճ է Փայլակ ջան շատ կներվեք որ գյումրեցին այնուամենայնիվ սա այդպես չկակնի ձեր թիկունքին անկեղծ ասեմ իհարկե կարող կներվեմ բայց գյումրեցու որոշումը իմ համար աներկբա է գյումրեցին ինչպես որոշեց ես այդպես կվարվեմ